Ողջույն Արագի Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Safe Invest հաշվապահական ընկերության հիմնադիր տնօրեն տնտեսագետ Սերգեյ Խաչատյանին։ Բարև ձեզ, պարոն Խաչատյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, Արփի ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Պարոն Խաչատյան, իշխանությունները պնդում են շարունակ, որ ՓՄԶ-ների համար հարկային բեռը էապես չի ավելացել, ձեր գնահատմամբ սա ամբողջական պատկեր է։ Ինչու է անտեսվում այն փաստը, որ ծառայությունների ոլորտի մեծ մասում այն կտրուկ աճել է։ Տեսեք, հարկային օրենսգրքի վերջի փոփոխություններով պայմանավորված ՓՄԶ որոշակի ոլորտներում հնարավոր է փաստաթղթաշրջանառությունը ապահովելու պարագայում որոշակի հարկային բեռի նվազեցում կատարվի։ Բայց դա որոշակի սեգմենտների մասին է խոսքը։ Մասնավորապես, ինչպես նշեցիք, ծառայությունների ոլորտում կրկնակի հարկի բեռի ավելացում կատարվել է, որոշակի դեպքերում ոչ կրկնակի, ենթադրենք 2024 թվականի դրության վճարում էին 5%, 2025 թվականի ընթացքում վճարում են 7 կամ 8% փաստաթղթաշրջանառությունը ապահովելու դեպքում։ Բայց կան ծառայության ոլորտներ, մասնավորապես հաշվապահական, իրավաբանական ոլորտներում, ոչ թե կրկնակի, այլ մի քանի անգամ է հարկային բեռ ավելացել։ Ինչի մասին է խոսքը։ Մենք նախկինում շատ ակտիվ պայքարում էինք, որ հաշվապահական, իրավաբանական, փաստաբանական, ֆինանսական ոլորտները պարտադիր պահանջով 2025 թվականի հուլիսի 1-ից տեղափոխեցին հարկման ընդհանուր դաշտում, դա իր արդյունքին բերեց ոչ թե հարկերի կրկնապատմանը, այլ օրինակ ԱԶ հաշվապահը, ենթադրենք 2024 թվականի դեկտեմբերին վճարում էր 5% հարկ, այսօր նա վճարում է 50% հարկ։ Որոշ դեպքերում կարող է 50% հարկը լինի 40 քանի տոկոս։ Այսինքն 10 անգամ 10 անգամ ավելացում տեղի ունեցել, այո։ Կարող եմ հիմնավորել ինչու, որովհետև տեսեք, անաձեռնակատերը այդ որպես այդպեսին ծառայություն մատուցող փաստաթղթաշրջանառություն չունի, գրանցված աշխատողներ հնարավորություն ունենա, անձը ինքնուրույն մի քանի կազմակերպությունների հաշվառում վարի։ Եվ ստացվում է, որ այդ անաձեռնակատերը գործունեություն իրականացնելով ավելի շատ հարկ է վճարում, քան աշխատողը։ Այսինքն աշխատողը վճարում է մոտավորապես 27-28% հարկ, իսկ անաձեռնակատերը ավելի շատ հարկ է վճարում։ Եվ այստեղ ցեցում է անհավասար պայմաններ։ Արդեն ձեր խոսքում նշեցիք, որ 10 անգամ աճել է, սա արդյոք կարելի է համարել հարկային բարեփոխում, թե օրինակ տնտեսական ճնշման դրսևորում է։ Միանշանակ սա հարկային բարեփոխում անվանել չենք կարող, որովհետև հարկային բարեփոխման արդյունքում պետք է սոցիալական համերաշխություն լիներ եւ այս բարեփոխումով ճակերտավոր բարեփոխման արդյունքում էլ ավելի ավելացել ստվերը, մասնավորապես նշվածս ոլորտներում, տեսեք 2025 թվականի ընթացքում փոփոխություն որ տեղի ունեցավ, մի շարք տնտեսվարողներ շարունակեցին օրինապահության դաշտում աշխատելը, բայց որոշները անցան ստվերի դաշտ կամ խեղաթյուրեցին շրջանառությունները, հա, այսինքն ենթադրենք ժամանակին ծառայությունը մատուցում էին 100,000 դրամ ծառայության արժեքով եւ հուլիսի 1-ից հետո այդ ծառայության արժեքները խեղաթյուրվել են։ Բնականաբար սա նպաստել է ստվերի ավելացմանը եւ անհավասար իրավիճակ է ստեղծել։ Եվ սոցիալական այդ համերաշխությունը շատ կարեւոր է եւ բարեփոխումը պետք է բերի սոցիալական համերաշխության, ինչը այս փոփոխությունները հակառակ էֆեկտ են տալիս։ Ձեր գնահատմամբ ինչու հաշվապահական, իրավաբանական, փաստաբանական այդ ծառայությունները հայտնվեցին ավելի մեծ հարկային, այսպես հարվածի տակ։ Մենք այդպես էլ չստացանք պատասխան, բացատրություն, պարզաբանումներ, ազդեցության գնահատում եւ մեզ չլսելով կատարեցին փոփոխությունները եւ կարող են այսօր փաստել, որ չլսելով փոփոխությունները եւ օրինականության դաշտում աշխատող փոքր միջին տնտեսվարողները կրում են ստվերում աշխատող բիզնես իրականացնողների հարկային բեռը։ Մինչդեռ պետք էր ժամանակին ստվերի դեմ պայքարել եւ նոր հետո հարկային բեռի փոփոխություններ կատարել։ Սա ամենևին ստվերի դեմ չկատարեց փոփոխությունը եւ սա հակառակը ստվերի խորացում իրականացրեց։ Միանշանակ կարող ենք փաստել, որ փոփոխությունները կատարվում են բյուջեի կատարման իրականացման շրջանակներում, տեսեք մենք ունենք բյուջեի կատարման խնդիր եւ օրենսդրական փոփոխությունները մեզ մոտ հիմնականում կարելի ասել ռազմավարություն չկա եւ այն ուղղված է հնարավորինս շատ հարկերի հավաքագրմանը եւ եթե օրենսդրության փոփոխություններով չեն կարողանում հարկերի հավաքագրում իրականացնել, վարչարության ուժեղացման արդյունքում ենք փորձում այդ գործընթացը իրականացնել, բայց չի կարելի ստվերում թողել տնտեսվարողներ եւ ստացվում է, որ այս ստվերում մնացողները ավելի անապահով իր ապահով վիճակում են կամ օրինականության աշխատողները եւ այսօրվա մեր հարկային քաղաքականությունը կարծես թե հետեւյալն է, ովքեր որ տեսադաշտում են, նրանց մոտ է հարկային բեռի ավելացում կատարվում, ովքեր որ տեսադաշտում են, նրանց մոտ է հարկային վարչարություն իրականացվում։ Եվ բնականաբար այս անհավասար իրավիճակը ստիպելու է որոշ տնտեսվարողներին փակվել կամ անցնել ստվերի դաշտ։ Դուք ավելի վաղ էլ նշել եք, որ այս հարկային արդարությունից է խոսում իշխանությունը, բայց գործնականում օրինապահ բիզնեսները պատժվում են, հիմա էլ նշեցիք, իսկ ստվերում աշխատողները ստանում են մրցակցային առավելություն։ Ընդհանուր առմամբ ինչպես է այս
պարադոքսը գնահատում եւ ստացվում է, որ կառավարությունը խրախուսում է ստվերային գործունեությունը։ Բնականաբար միտումնավոր խրախուսում չի գնահատական տա, որպես այդպեսին, սակայն աշխատանքի պրոֆեսիոնալիզմի եւ հեռանկարության հետ կապված խնդիրներ ունենք։ Ես կուզենայի ընդհանուր առմամբ անդրադառնալ հարկային քաղաքականությանը, տեսեք, շատ կարեւոր է, որ մեր հարկային քաղաքականությունը ռազմավարություն լինի տեսանելի, մասնավորապես փոքր միջին բիզնեսի համար, այսինքն առաջիկա 5 տարվա ընթացքում թե ինչպեսի հարկային քաղաքականություն է լինելու, ոչ թե օրվա հրամայականով մենք օրենքներ ընդունենք եւ նոր հարկային բեռի ավելացումներ կատարենք, վերջերս ինչպես կատարվեց օրինակ առողջապահության համընդհանուր ապահովությունը, որի դիմաց մենք ծառայություն չենք ստանում, բայց կարծես թե մենք վճար ենք արդեն կատարելու։ Եվ այստեղ խնդիրը հենց այդ ռազմավարության բացակայությունն է, որը որ մեծ ստրեսի է ենթարկում փոքր միջին բիզնեսներին։ Ես շատ կարևոր գործոն եմ համարում, որ կարող լսեն փոքր միջին բիզնեսների խնդիրները։ Այստեղ մեծ անջրպետ կա կարելի ասել, եւ խնդիրները, որոնք որ բարձրաձայնվում են, լսելի չի։ Եվ հենց դա էլ բերում է նրան, որ ռազմավարության բացակայությունը, տեսանելիության բացակայությունը մեծ անվստահություն է փոխանցում այսօրվա կառավարության աշխատանքի նկատմամբ։ Դրանք շատ կարևոր գործիքներ են, որոնք որ պետք է ունենան այսօր մեր հարկային քաղաքականությունը։ Ընդհանուր առմամբ ինչ վտանգներ ու հետևանքներ կարող է առաջացնել այս հարկային փոփոխությունները։ Տեսեք, հարկային փոփոխությունները ընդհանուր առմամբ պետք է լինեն վստահության շրջանում։ Ես կարծեմ 2018 թվականին, որ միկրոձեռնարկատիրության համակարգը ներդրվեց, բնականաբար տնտեսագետների կողմից դա չէր խրախուսվում, որովհետև իմ նշած սոցիալական համերաշխության հարկերի վճարման համերաշխության գաղափարախոսությունից դա դուրս էր, եւ նրանք հասկացան, որ օրինակ միկրոձեռնարկատիրության համակարգը սխալ ընդունված օրենսդրական փոփոխություն էր եւ սկսեցին հետքայլ կատարել։ Օրենսդրական այդ փոփոխությունների բացակայությունը բերելու է մեծ վստահության եւ հակառակը լավերի կոր հասկացողություն են տնտեսության մեջ, բերելու է այդ էֆեկտին, որ շատ օրինապաններ անցնելու են ստվերի դաշտ։ Նաեւ շատ կարեւոր գործոն է, որ մեր վճարված հարկերը չգրպանվեն եւ մեր վճարված հարկերի հաշվին սխալ արտոնություններ չտրամադրվեն, սխալ սուբսիդավորումներ չիրականացվեն։ Եվ մենք բազմաթիվ դեպքերում տեսնում ենք, որ բացի նրանից, որ այդ օրենսդրական դաշտերի փոփոխության արդյունքում մեծ ստրեսի է ենթարկվում բիզնեսը, նաև հավաքագրված գումարների տնօրինումն է շատ վատ իրավիճակում եւ մեր վճարված հարկերը հետ վերադարձ չեն կատարվում։ Շատ կարևոր է, որ մեր վճարված հարկերը հետ վերադարձ կատարվեն եկամուտի տեսքով, պետության ենթակառուցվածքների կառուցվածքի ձևքով եւ մի շարք գործոնների ձևով մենք պետք է տեսանելի լինի այդ վերադարձը։ Եվ տեսեք, վերջերս նշվեց, որ ընդհանրապես բարբերաբար նշվում է, որ մեր տնտեսական աճը բարելավում է, մենք բյուջեն գերակատարում ենք, բայց դրանք մակրոտնտեսական ցուցանիշների մեջ պարզապես միայն թվեր չպետք է լինեն, այլ քաղաքացին, հասարակությունը պետք է զգա իր եկամուտների ավելացման եւ ընդհանուր առմամբ իր կյանքի բարեկեցության վրա։ Մինչդեռ մենք կարող ենք դիտարկել, որ վերջի տարիներին Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը որպես այդպեսին չէ բարելավում 20%-ից բարձր է, այնինչ եթե մենք համեմատենք օրինակ Վրաստանի հետ, այնտեղ կտրուկ նվազում է տեղի ունեցել։ Եվ հակասությունն ինձ այստեղ է, որ մենք խոսում ենք հարկային բարեփոխումների, տնտեսական աճի, ընդհանրապես մեր բյուջեի կատարման, գերակատարման հարցում, բայց միաժամանակ հասարակությունը չի զգում իր մաշկի վրա այդ բարեփոխումները եւ աղքատության մակարդակը, ինչպես նշեցի, նվազում, էապես նվազում չի իրականացվում։ Նույնպես օրինական նշվում է, որ մեզ մոտ աշխատողների թվականակի նոր աշխատողների գրանցումներ են կատարվում, բայց պետք է նշել, որ այդ նոր աշխատողների գրանցումը այդքան էլ իրական թվերը չեն ներկայացնում։ Շատ կարևոր է, որ կառավարության աշխատակիցները, տարբեր պետական պաշտոնյան անձիկ իրական պատկեր են ներկայացնել, ոչ թե միայն թվերը, ցուցանիշները, որի ճիշտ չեն ասում։ Օրինակ աշխատողների թվականակի գրանցումը դա դեռ չի նշանակում, որ նոր աշխատողների գրանցումը մեզ մոտ կատարվել։ Օրինակ մի շարք սեգմենտներ կան, որ կարելի է հաշվի առնել, որ դրա հաշվին է աշխատողների գրանցումներ տեղի ունեցել։ Օրինակ Արցախից բռնի տեղանված մեր քաղաքացիների հաշվին, նոր գրանցումներ են կատարվել, կամ օտարերկրացիների հաշվին, որոշակի ստվերի դեմ պայքարի արդյունքում, այսինքն սա չի բերել նոր աշխատողների գրանցմանը։ Սա ընդհանրապես կարելի ասել վարչարության արդյունքում նախկինում աշխատողները եկել են իրական դաշտ։ Վերվել են օրինականության դաշտ, այո։ Պարոն Խաչատյան, նշեցիք արդեն այդ հետևանքների մասին, այս փոփոխությունների, կառավարությունը դա չի գիտակցում, թե ինչ հետևանքներ ծանր կարող են ունենալ, նույն նշեցիք, որ կարող են արդեն ստվերային գործունեություն ծավալել, կառավարությունը ինքնին դա չի գիտակցում։
Ես սուբյեկտիվ մի կարծիք կասեմ, որ կառավարությունը գիտակցում է բայց ուշացած եւ բացի ուշացած գիտակցումից նաեւ հանձնվության բացակայություն եմ նկատում, ես կհիմնավորեմ իմ ասածը։ Տեսեք, նախ առաջինը մենք գիտենք, որ ընդունվեց համընդհանուր հայտարարագրման օրենքի պահանջը, մենք պայքարում էինք, նշում էինք, որ Հայաստանի համար դա վաղ է, միևնույն օրենք ընդունվեց եւ դրա հետ կապված մի շարք առաջարկներ կատարեցինք, առաջարկները չընդունեցին ժամանակի, ուշացած ընդունեցին, շատ ուշացած օրենքի փոփոխությունները կատարեցին։ Ստացի դա է ձախողվեց եւ խնդիրն է այդ ձախողումը իրենք ներկայացրին որպես հաջողություն։ Այս դրա մասին է խոսքը, որ պետք է ունենալ ազնվություն եւ այդ ազնվության շրջանակներում պետք է ներկայացնեն խնդիրները եւ կարողանան հետագայում արդեն չկատարել այդ սխալները։ Երբ որ դու ազնվություն չունեք, չեք ներկայացնում, որ դուք սխալվել եք, բնականաբար այդ սխալները կրկնվում են։ Եվ ոչ միայն այդ համընդհանուր առողջապահության ապահովագրությունը, որ ներդրվեց այսօր, կամ անհատական եկամուտների հայտարարումը, դրանք կարելի ասել ձախողված օրենսդրական փոփոխություններ են, որոնք որ ներկայացնում են որպես այդպեսին բարեփոխումներ։ Միայն դրանք չեն խնդիրները եւ մենք լսում ենք, որ կառավարության աշխատակիցները լավ ներկայացնում են, որ մենք լսում ենք փոքր միջին բիզնեսի խնդիրները, բայց տոտալ բացակայություն կա այնտեղ, որովհետև եթե դու առողջ քննադատություն ես իրականացնում կամ առաջարկներ ես ներկայացնում, դրանք փաթեթավորվում են ընդդիմադիր ուժերի կարծիքի հետ եւ անտեսվում են։ Պետությունն առաջարկում է պարտատոմսերի թողարկման եւ շրջանառության ծախսերի մի մասը սուբսիդավորել տարեկան մինչեւ 3%-ով։ Ինչպես է գործելու սուբսիդավորման այս մեխանիզմը եւ որ ծախսերն են սուբսիդավորվելու։ Տեսեք, սուբսիդավորման հետ կապված ես նշեցի, որ շատ կարևոր է, որ մենք սուբսիդավորումը արտոնությունները տրամադրելիս շատ կարևոր աշխատանք պետք է կատարենք մոնիթորինգային աշխատանքներ եւ նախնական աշխատանքներ ունեն կատարել։ Ես ուզում եմ այստեղ ոչ թե միայն նշվածին անդրադառնալ, այլ ընդհանրապես մեր հայկական քաղաքականության կամ արտոնությունների տրամադրման մեջ պետք է նախ ուսումնասիրենք տվյալ ոլորտին սուբսիդավորում կամ արտոնություններ տրամադրելուց հետո մենք դրանից հետո հետ վերադարձ ունենալու ենք հարկերի տեսքով, թե չէ, թե մեր վճարված հարկերի հաշվին սուբսիդավորվելու են ինչ-որ ընկերություններ եւ նրանք սնանկացման արդյունքում այդպես էլ այդ գումարների հետ վերադարձ չենք ունենալու։ Նայեք, շղթայական պետք է այդ սուբսիդավորման գործընթացը իրականացվի, հա։ Ես ում օրինակ անդրադառնանք գյուղատնտեսական ոլորտին։ Այո, գյուղատնտեսական ոլորտը ունի անհրաժեշտություն սուբսիդավորման, հարկային արտոնությունների, սակայն միայն վարկերի սուբսիդավորումը դա բավարար չի, դա շղթայական գործընթաց է։ Ինչի մասին է խոսքը։ Երբ որ մենք կուրորեն բոլոր տնտեսվարողներին տրամադրում ենք սուբսիդիաներ եւ հետեւողական չենք, արդյոք դրանք ոլորտի մասնագետներ են թե ոչ։ Ստացվում է, որ ցանկացած ցանց ունենալով հողատարածք եւ մտքին եկել է, որ կարող է գյուղատնտեսական գործունեություն իրականացնել առանց ոլորտի փորձառության, դիմելով կառավարությանը ստանալով սուբսիդավորումներ, գործունեություն իրականացնելուց հետո կան մի շարք խնդիրներ։ Այստեղ կառավարությունը նախնական փուլում պետք է գնահատական տա, արդյոք կան ներուժ, որպես հետագայում դեֆոլտի չի ենթարկվի։ Եվ երկրորդը, ներուժ գնահատելուց հետո, սուբսիդիան տալուց հետո պետք է ակտիվ մոնիթորինգ իրականացվի։ Մոնիթորինգ իրականացնելու նպատակը ոչ թե պետք է լինի միայն այն, որ տնտեսվարողը հնարավոր է խաբել պետությանը, այլ ամբողջ շղթայի մեջ, որովհետև տեսեք գյուղատնտեսական արտադրանքի հիմնական նպատակը արտահանումն է։ Արդյոք նա բախվելու է արտահանման խնդիրների, լոգիստիկ խնդիրների, մաքսային խնդիրների, փոխարժեքի տատանումների խնդիրների եւ այստեղ կան մի շարք գործոններ, որոնց պետության միջամտությունն է կարեւոր եւ հենց այդ խնդիրների շրջանակում պետությունը վարկը տալիս է եւ ստացվում է, որ միջամտության գործընթացը չի իրականացնում վերջի շրջաններում մի շարք տնտեսվարողները գյուղատնտեսական գործունեություն իրականացնողներ արտահանման խնդիրների շուրջ մնացին միայնակ, պետությունը միջամտությունը կատարեց շատ ուշացած եւ այդ գյուղատնտեսական գործունեություն իրականացնողները, որոնք որ արտոնյալ պայմաններում են եւ մեծ վարկային բեռի տակ էին, բնականաբար նրանք չկարողացան իրենց վարկային պարտավորությունները կատարել։ Եվ այստեղ էլ արդեն պետությունը որևիցե միջամտություն չկատարելով հենց բանկերի հետ կապված համաձայնություն ձեռք բերել, որպեսզի վարկերի վճարման ժամկետները հետաձգվեին կամ չգիտեմ ինչ-որ արտոնյալ պայմաններ տրամադրվեն եւ ստացվում է, որ տվյալ տնտեսվարողները գնում են սնանկացման, պետությունից վերցնելով սուբսիդիաներ, դա ընդհանրապես արժեք չստեղծելով մեր հարկերը մխսվում են, հենց դրա մասին է խոսքը։ Եվ նույնը ձեր նշածի մասին, այստեղ մեծ գնահատականի կարիք կա եւ եթե չեմ սխալվում, այդ ժամկետները նույնպես երկարաձգվում են, բայց որևիցե գնահատական չունենք։ Այսինքն այս սուբսիդավորումը այդքան էլ տնտեսության չի օգնում, այսպես ասած։ Իմ սուբյեկտիվ կարծիքով սուբսիդավորումը պետք է լինի դա ամենավերջին գործիքակազմը, դա ամենասկզբից չպետք է տրամադրվի, այսինքն սուբսիդավորումով մենք լավ սովորույթ չենք ձևավորում եւ ստացվում է, որ մենք
տնտեսվարողներին սովորեցնում ենք ավելի բարենպաստ պայմաններում աշխատել, քան մրցակցային պայմաններում։ Դա պետք է լինի, երբ որ շուկան ունի խնդիրներ, երբ որ աշխարհակաղակական իրավիճակներում ձևավորվել են այնպիսի պայմաններ, որ պետությունը պետք է շատ շտապ օգնություն ձեռք բերի կամ օրինակ կորոնավիրուսի հետ կապված դեպքերը, բայց ոչ թե սովորական պայմաններում կուրորը մենք սուբսիդավորում իրականացնենք։ Դա պետք է լինի ամենավերջի գործիքակազմը։ Օրենքն ընդունվել է, սակայն դրա հետևանքների վերաբերյալ հանրային հաշվետվություն չի ներկայացվել։ Ձեր գնահատմամբ սա կարելի է համարել պետական կառավարման նորմալ պրակտիկա։ Ոչ, իհարկե, հենց հանրային հաշվետվողականությունը շատ կարևոր է, տեսեք, հենց դրան դեմ պայքարը պետք է լինի հանրային հաշվետվողականությունը եւ դրանց արդյունքների գնահատումը, վերջնական արդյունքների գնահատումը, թե դրանով ինչքան գումարների վերադարձ կատարվեց եւ դրա բացակայությունն է, որ մեծ անվստահություն է փոխանցում կառավարության աշխատանքի նկատմամբ։ Շատ կարևոր գործընթաց է հաշվետվողականությունը եւ միայն սուբսիդավորում տալով կամ արտոնյալ պայմաններ ստեղծելով մենք մեզ լավ զգանք, բնականաբար դա գումարների մխսում է տեղի ունենում։ Եվ պարոն Խաչատյան, եթե կառավարության նպատակը տնտեսության զարգացումն էր, ապա կարող ենք ասել, որ այս մասով կառավարությունը ձախողվել է, իսկ եթե նպատակը օրինակ հարկերի հավաքագրումն էր ցանկացած գնով, ապա սա արդեն սոցիալական անարդարություն չէ։ Տեսեք, տնտեսական զարգացման հետ կապված անդրադառնանք 2021 թվականից կարծեմ 2023 թվականը մեր տնտեսությունը կրկնակի աճ ունեցավ, այո, ճիշտ է նշվում, կրկնակի աճ ունեցանք, բյուջեի կատարումները գերակատարվեցին, սակայն դա ոչ թե կառավարության լավ աշխատանքի արդյունք էր, այլ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Հայաստան ներգաղթած բիզնեսների արդյունքում էր, եւ այդ երկնիշ տնտեսական աճի հետ կարծես թե մենք այդպես էլ լավ չվարվեցինք եւ երկնիշ տնտեսական աճը եւ միաժամանակ պետական պարտքի կրկնապատկումը մենք այդպես էլ չտեսանք, թե դա ինչպես հասարակության մեջ օգտագործվեց եւ այդ տնտեսական աճի հետ վարվելակերպը ըստ իս պետք է լիներ օրինակ որոշակի բուֆերային գումարների ստեղծումը, պետական պարտքի նվազումը եւ հակառակ իրավիճակը ստեղծվեց։ Բնականաբար տնտեսությունը հնարավոր է զարգանա անկախ իրենց կառավարման արդյունքից եւ նույնիսկ նրանք կարողանան լավ կառավարել, ժամանակին արձագանքեն իրավիճակներին կամ շուտապույտ օրենքներ չընդունեն, որտեղ որ պետք է լայնորեն քննարկում իրականացվի, միգուցե տնտեսական աճը ել ավելի շատ լինի, բայց մենք այլ գործ ունենք, թե ինչպես ենք վարվում տնտեսական աճի հետ։ Բնականաբար ձախողվել են մի քանի շղթաներում, մի քանի գործընթացներում ձախողվել են եւ այսօրվա կառավարության գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ որևիցե ձախողում չեն ընդունում եւ հակառակը ներկայացնում են որպես հաջողություն։ Այստեղ լրջագույն խնդիր ունենք մենք կառավարության հետ որպես ՓՄԶ ոլորտի ներկայացուցիչ համագործակցության հետ կապված լրջագույն խնդիր ունենք, այո։ Դուք երբևէ ներկայացրել եք օրինակ կառավարությանը նույն այդ հարկային փոփոխությունների հետ կապված ինչ որ բաց թողումները իրենք ընդառաջել են կամ թեկուզ քննարկումներ եղել են այդ մասով։ Բազմաթիվ են առաջարկները։ Տեսեք, այնպես չի, որ ես ինքս միայն քննադատում եմ օրենսդրական փոփոխությունները եւ քննադատելը բնականաբար ամենահեշտ գործընթացն է, զուգահեռաբար առաջարկներ են կատարվում եւ ցույց են տալիս այն ուղղությունները, որտեղ իսկ կարելի է գումարների հավաքագրում իրականացնել եւ անտեսվում է, որովհետեւ ամենահեշտ հարկային քաղաքականությունը նոր օրենքով նոր հարկային բեռավելացումն է։ Սակայն դա տնտեսության մեծ ռիսկ է առաջացնում, դեֆոլտի մեծ ռիսկ է առաջացնում եւ հենց այստեղ մեծ մտահոգություններ ունենք, բնականաբար այսօրվա պետական պարտքի ավելացումը մեր խնդիրն է եւ դրանով պայմանավորված շարունակաբար առաջարկներ են կատարում եւ հուշում ենք, թե ինչեր կարելի է իրականացնել, որ այդ պետական պարտքի ավելացում չիրականացվի։ Նույնիսկ որոշակի ենթակառուցվածքների ստեղծումը, ինչպես նշվում է դպրոցներ, ճանապարհներ, դրանք միևնույն է բավարար չեն։ Դրանք այս պետական պարտքի ավելացման կամ տնտեսական աճի զուգահեռ դրանք բավարար չեն։ Ինչ հիմնավորմամբ չեն ընդունում այդ ձեր առաջարկները, տրվում է որևէ հիմնավորում։ Տեսեք, հիմնավորումները շատ ժամանակ հասկանում ենք, որ խոր ուսումնասիրություններ չեն կատարվում եւ բացարձակապես անտեսվում են մեր առաջարկները, որովհետեւ որոշ ժամանակ անց մենք կվերցնենք ցուցանիշներ, թե օրինակ հաշվապահական իրավաբանական ընկերությունների հարկային բեռի ավելացումով պետությունը ինչ շահ ունեցավ։ Արդյոք մենք շահ ունեցանք, թե նվազեց հարկային մուտքերը դրանով պայմանավորված, միանշանակ հարկային մուտքերի ավելացում լայն շրջանակներում չի իրականացվի, որովհետև եթե նույնիսկ փոքր ինչ ավելացում լինի, դա լինի օրինապարների հաշվին։
եւ այդ բացակայությունը պայմանավորված է նրանով, որ խոր ուսումնասիրություններ չեն կատարում։ Կարծես թե աշխատանքի ծուլության բացակայություն, որովհետեւ պետք է խոր ուսումնասիրություններ կատարել, միջազգային պրակտիկան ուսումնասիրել, համադրականներ տարել մեր իրավիճակի հետ եւ ամեն օրենք չպետք է վերցնել եւ այստեղ ընդունել, գիտեք, որտեղ պետք է մենք հաշվի առնենք մեր սոցիալ-տնտեսական իրավիճակը վերջի վերջո։ Եվ բացակայությունը հիմնավորումների պայմանավորված նրանց խոր ուսումնասիրություններ չեն կատարում։ Այսինքն նաև մասնագիտական այսպես ներուժի պակաս կա կառավարությունը։ Միանշանակ։ Այո, ես վստահաբար կարող ասեմ, որ նշվում է, որ հենց կառավարության ամենաբարձր օղակները նշվում է, որ կան մասնագետների բացակայություն, այո, կան մասնագետների բացակայություն, ինչպես մասնավոր հատվածում, այդպես էլ կառավարության աշխատակազմում։ Բայց եթե այդպես է, այդ դեպքում ինչու չեք լսում մասնավոր հատվածից առաջարկները։ Եվ վստահաբար կարող եմ ասել, որևիցե հիմնավորում ինձ չեն կարող ներկայացնել, թե ինչով է պայմանավորված փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռի այդքան ավելացումը։ Չունեն այդ հիմնավորումները։ Հիմա որ հարցնենք, կարող են ասել, որ մի քանի անգամ արդեն դրա մասին խոսել ենք, բայց մի քանի անգամ որևիցե անգամ բացատրություն չեն տվել։ Եվ այդ բացատրությունները եղել են միակողմանի եւ շատ անգամ զավեշտալի։ Եվ պարոն Խաչատյան, ամփոփելով զրույցը, հարկային փոփոխությունների դեմ այսպես ավելի վաղ այս բողոքի ակցիաներ էին անցկացվում, ինչ պիտի անենք, որ ՓՄՁ-ների համար այդպես ծանր պայմաններ չստեղծվի, որն է ձեր առաջարկը։ Տեսեք, մենք այո մասնակցում ենք, ես ինքս մասնակցում եմ այդ բողոքի ակցիաներին եւ որովհետեւ քաղաքական հետապնդում չունենք տվյալ ժամանակահատվածում եւ մեր միտքը ամբողջությամբ ուղղված էր, որ ՊՄԶ ոլորտին այդքան ճնշում չիրականացնեին։ Նախ խնդիր ունենք հասարակության կողմից արձագանքի հենց ոլորտին, որտեղ որ վերաբերվում էր քիչ էին արձագանքները եւ ինքս բարձրաձայնելով հարցը կառավարության անդամներին կամ ազգային ժողովի պատգամավորների նրանց կողմից պատասխանը լինում հետեւյալը, որ հաջորդ ընտրությունների մեզ մի ընտրեք եւ վերջ, սակայն այստեղ պետք է նշենք, բա ուր մնաց բարոյական զգացողությունը, բա ուր մնաց ձեր աշխատավարձը կամ պարգևավճարները, որ ստանում եք, չէ՞ որ դուք ստանում եք դրանք հենց այդ օրենքներն ընդունելու համար։ Ինչքանով է արդարացված, որ դուք ստանում եք բարձր աշխատավարձներ եւ ընդունում եք առողջապահության համընդհանուր ապահովության մասին օրենքը, ընդունում եք եկամուտների հայտարարման մասին օրենքը եւ մի շարք փոփոխություններ եք կատարում, ստրեսի եք ենթարկում ամբողջ հասարակությանը եւ վերջում ասում եք, որ 160,000 անձանց տեղեկություն ստանալը մեզ համար կարևոր տեղեկություն էր։ Եվ բնականաբար արդարացված չի նրանց կատարված աշխատանքը։ Պետք է լինի նաև զգացողություն արդարության նկատմամբ, որ իրենց աշխատանքը այնքան էլ արդարացված չի։ Որն է ձեր առաջարկը։ Մեր առաջարկը կայանում ընդհանրապես մեր փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչ առաջարկը կայանում է նրան, որ պետք է ստեղծվեն ավելի շատ կառույցներ եւ այդ կառույցների խոսքերը լսելի լինեն։ Ես ինքս մասնակցում եմ որոշակի կառույցների միջոցով որպես օղակ առաջարկները ներկայացնում են կառավարության անդամներին, սակայն նրանց կողմից հիմնականում շատ փոքր միկրո հարցերն են, որոնք որ լսելի են լինում։ Գլխավոր հարցերի շուրջ նրանք լսելի չեն։ Իսկ առաջարկը բնականաբար առաջիկայում ընտրություններն են եւ ես կարծում եմ, որ մեր հասարակությունը պետք է շատ լավ մտածի եւ հասկանա, որ ինչ խոստումներ էին մեզ տրվել, հա, ես որպես արդեն խոսեմ քաղաքացի, ես ինքս ժամանակին հավատալով այսօրվա կառավարության աշխատանքին եւ հավատալով, որ փորձառության պակաս կար, այդ փորձառության պակասը հնարավոր է ժամանակի ընթացքում լրացվի, բայց պետք է տեսնենք, թե ինչ խոստումներ են տվել եւ ինչեր են կատարվել, որ խոստումներից որոնք են կատարվել, հա։ Ես որպես քաղաքացի կասեմ, այսօր խոսում է, որ ամենակարևոր գործընթացը խաղաղության օրակարգն է։ Ինքս երբեմն մտածում եմ, այդ խաղաղության օրակարգը միգուցե ցանկացած իշխանություն այս գնով չէր ունենա։ Եվ եթե ամենագլխավոր թիրախը դա է խաղաղություն, այո, իմ կարծիքով, իմ շատ նեղ սուբյեկտիվ կարծիքով, ցանկացած իշխանություն կարող էր այս գնով միգուցե էլ ավելի լավ պայմաններով ստանալ խաղաղություն։ Եթե սրանից առանձնացնում ենք արդեն մնացած սոցիալ-տնտեսական մեր կենցաղային հարցերը, տեսնում ենք, թե ինչ հարցեր են բարելավել։ Կարմիր գծերի բարձրացում տեղի ունեցավ, որը պետք է ինչ-որ հարց կարգավորել, այդպես է չկարգավորվեց։ Մետրոյի կայանի կառուցումը, որ այդպես է տեղի չունեցավ, մի շարք այսպիսի խոստումներ, որոնք որ այսօր մենք տեսնում ենք արդարացումներ, թե ինչի տեղի չեն ունեցել։ Բնականաբար պետք է հորդորը եւ լսելի պետք է լինի ժողովրդի ձայնը ընտրությունների տեսքով։ Ինչպես են հորդորել, հաջորդ անգամ իրենց չընտրել։ Այո, այո։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատյան, զրույցի համար։ Իմ հյուրն էր Safe Invest հաշվապահական ընկերության հիմնադիր տնօրեն տնտեսագետ Սերգեյ Խաչատյանը։ Կհանդիպենք։